Արարատ Խանդոյանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգման, հայտարարում է Խանդոյանի փաստաբան Հարաղ Արագյոզյանը, ընդգծելով, որ իր պաշտպանյալին 5 օր տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախոց։ Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանն ըստ փաստաբանի առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք այդ պայմաններում կարող են սրվել։ Արագյոզյանը պնդում է, պատժախցում նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում։ Նրան ինչ-որ իրավախախտման համար տեղափոխել են պատժախոց, որտեղ անմարդկային պայմաններ է, պատուհանը կոտրված է, ջերմաստիճանը շատ ցածր է, այնտեղ ջեռուցումը բացակայում էր եւ նկուղային հարկում է, պատկերացրեք, հիմա դրսում ինչ ցուրտ է եւ այնտեղ նու Բարաշենում այդ խոնավությունից ինչ ցուրտ պետք է լինի։ Այո, հաշվի առնելով նրա առողջական վիճակը 12 անգամ հրազենային վնասված ստացած, որի փայծաղը, լյարդը չկան եւ մի շարք առողջական խնդիրներ ունի, գոնե այդ առողջական վիճակը հաշվի առնելով անձին պետք է չտեղափոխեն։ Փաստաբանն ասում է, վստահորդին նկուղային խոնավ հարկում ապակին կոտրած պատժախցում այս ցուրտ եղանակին պահելը մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է։ Փաստաբանը բողոք է ուղարկել մարդու իրավունքների պաշտպանին, պահանջելով այդ կառույցի աշխատակիցներին այցելելու արձանագրել իրավիճակը։ Պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանն ազատությանը փոխանցեց, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն արդեն այցելել են Խանդոյանին, իսկ արձագանքը կլինի վաղը։ Փաստաբանը ծառայողական քննություն սկսելու պահանջով բողոք է ուղարկել նաև քրեակատարողական հիմնարկների պետ Արթուր Օսիկյանին։ Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանն էլ ասաց, ներքին կանոնակարգը խախտելու համար Խանդոյանը տեղափոխվել է պատժախոց, իսկ պայմաններն ըստ խոսնակի համապատասխանում են պատժի կրման պայմաններին։ Արդյոք Արարատ Խանդոյանն այս պահին գտնվում է խոնավ ու դրսի ջերմաստիճանից չտարբերվող ցուրտ խցում, Ղլեչյանը չմանրամասնեց, թե ներքին ինչ կանոնակարգ է խախտել Խանդոյանը, ԿԿՀ մամուլի խոսնակը կրկին չմանրամասնեց։ Շուրջ 4 ամիս անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանի փաստաբանը մինչդեռ պնդում է, սա քաղաքական հաշվեհարդար է եւ միայն այն բանի համար, որ իր վստահորդը ՊՊՑ գունդը գրավողներից միայնակ Գայլ մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է։ Եթե անձը իրավախախտում է կատարում, չի նշանակում, որ պետք է այնպիսի պայման պատժախցերը պետք է չլինեն անմարդկային պայմաններ, որը հանգեցնի խոշտանգման նվաստացուցիչ վերաբերմունքի։ Սա կրկին անգամ հիմք է տալիս ենթադրելու, որ Արարատ Խանդոյանը եւ Արայիկ Խանդոյանը նրանք քաղաքական բանդարգյալներ են եւ այս միջոցով նրանց նկատմամբ ցանկանում են ճնշում գործադրեն։ Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանն ազատությանը փոխանցեց, մինչև վաղը իրենք նույնպես կայցելեն Խանդոյանին։